ձեր ընտանիքի անդամների վերաբերվող հարցերն են, որ շահարկվում են։ Նախ ձեր կինը Հայաստանի Հանրապետության առաջին տիկինն է, թե նախագահի կինն է առաջին տիկինը։ Ձեր արարողակարգի պետը ասել է, որ ըստ նախագահի կինն է համարվում առաջին տիկին, ով է ի վերջո առաջին տիկինը Հայաստանում։ Սա երկրորդ, ձեզ հետ ուղևորությունների եկող ձեր ընտանիքի անդամների, ճոխ ծախսերի, ձեր ընտանիքի անդամների մասին, այսպես հրապարակումների մասին, խնդրում դուք բարձաբանումներ ներկայացնեք, հա, ինչպես է լինում, որ իրենք գալիս են ձեզ հետ արտերկրյա այցերին եւ ինչպես է ստացվում, որ լուսաբանումներում այդպիսի տեղեկատվություններ են տարածվում եւ դուք լուսաբան եք, հա, հանրության։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Եվ առաջին տիկնոջ մասով, ով է ի վերջո Հայաստանում առաջին տիկինը։ Գիտեք, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինը իր կինն է եւ յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար առաջին պարոնը իր ամուսինն է։ Ես անկեղծ ասած այդ չեմ հասկանում, այդ ինչ քննարկումներ են։ Այդ ինչ բանի հանրապետության առաջին տիկնոջ, հանրապետության առաջին տղամարդու տենց քննարկումներ կար, չէ՞ մի ժամանակ էր կար քննարկում հանրապետության միակ տղամարդու քննարկումից բրծանք meil հանրապետության միակ կնոջ քննարկում ենք մտել։ Այդ ինչ թեմա է ընդհանրապես։ Ասում եմ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տղամարդու համար իր հանրապետության առաջին տիկինը իր կինն է եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր կնոջ համար հանրապետության առաջին պարոնը իր ամուսինն է։ Եվ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց առաջին տիկիններին եւ առաջին պարոններին, ես մաղթում եմ երջանիկ ընտանիքներ ձևավորել։ Երկրորդը, հա, մի հատ այսպիսի բան կա։ Հիմա նոր սիմվոլ է հայտնվել մեր իրականության մեջ այդ ուղղաթիռն է։ Ուղղաթիռը։ Ես ուզում եմ մի այսպիսի վատ լուր ասեմ ուղղաթիռի հարցով մտահոգ մեր բոլոր բոլոր մարդկանց, ովքեր մտահոգ են։ Ուրեմն այդ ուղղաթիռը, որը վարչապետի ծառայական ուղղաթիռն է, ինքը ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է այդ տեխնիկան, որպեսզի ինքը չվերածվի մետաղի ջարդոնի։ Ինքը ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Եվ եթե նույնիսկ վարչապետը չի նստում այդ ուղղաթիռը պարտավոր է ինքը դատարկ բարձրանալ, գնալ Ստեփանակերտով, Վարդենիսով, պտտվել գալ, որտեղ իր տեխնիկական կանոնակարգերի մեջ պարտադիր թռիչքային ժամեր գոյություն ունեն, որտեղ եթե չթռչի, ինքը կդառնա մետաղի ջարդոն։ Եվ կստացվի, որ մենք պետական գույքը թանկարժեք դարձրել ենք մետաղի ջարդոն։ Սա բանի համար։ Եվ երկրորդը, հիմա կա մեքենա, ավտոմեքենա, ծառայական ավտոմեքենա, վարչապետի, որը միջած ես հիմա շրջում եմ այն մեքենայով, որը 2008 թվականին գնվել է Սերժ Սարգսյանի համար։ Եվ որը Սերժ Սարգսյանի կողմից վերջին 5 տարին չի օգտագործվել կամ 3 տարին, որտեղ համարվել է, որ դա պիտանի չի օգտագործման համար։ Կամ մի հատ էլ BMW ավտոմեքենա, որը գնվել է Ռոբերտ Քոչարյանի համար, երբ որ ինքը պաշտոնավարելի սա եղել 2004 թվականին։ 2004 թվականին։ X5-ը։ Այո, X5-ը։ Այսինքն, այս մեքենա հիմա հեծանիվով եմ գնում, գործի ասում են, վայ, հեծանիվով է գնում, ոդկով եմ գնում, ասում են պոպուլիստ է, մեքենայով եմ գնում, ասում են, վայ, ինչի է։ Ուղղաթիռի թեման, այսինքն դա մեկը մտածում է, որ նախ ասում եմ, դա պարտադիր թռիչքային ժամեր ունի, պետք է թռնի։ Նույնն է ինքնաթիռին է միջալուց վերաբերում։ Որտեվ եթե ինքը ինչ որ մի պարտադիր թռիչքային, օրինակ եղել են դեպքեր, որ երբ որ վարչապետը այց չի ունեցել, այդ ինքնաթիռը դատարկ պետքա թռնի, գնա մի քանի ինչ որ մի հատ ժամեր կա։ Այդքան ժամ թռնի տարբեր երկրներով դատարկ։ Թողի հետ գա վայրեջ կատարի, որպեսզի իր արժեքը շարունակի մնալ։ Հաջորդ հարցը ընտանիքի հետ կապված։ Նախ գիտեք, հարգելի գործընկերներ, երբ որ ես եղել եմ գործազուրկ եւ այսպես ասած կներեք այդ բանի համար ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքը ինձ հետ ա եղել եւ իմ կողքին։ Երբ որ ես
0-ից ստեղծելիս եմ եղել լրատվամիջոց, իմ ընտանիքը եղել է իմ կողքի։ Երբ որ ին դեմ տերոր էր իրականացվում, քրեական եւ քրեածին, իմ ընտանիքը եղել է իմ կողքի։ Երբ որ ես եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքի։ Երբ որ ես հանրահավաքներ եմ անցկացնելիս եղել, իմիջայլոց ոչ բազմամարդ, իմ ընտանիքը եղել է իմ կողքի։ Բանտը ասեցի, հա։ Այսինքն հիմա ես ուզում եմ հասկանամ ակնկալիքն է նա, որ հա ակնկալիքն է նա, որ ես իմ ընտանիքից հրաժարվեմ։ Եվ այդ ակնկալիքի հեղինակները նրանք են, ովքեր հանդես են գալիս որպես Հայաստանում ավանդական արժեքի պահապաններ, ընտանեկան արժեքի պահապաններ։ Հիմա օրինակ իմ ընտանիքը ապրում է կառավարական առանձնատանը, հիմա։ Ես իմիջայլոց էդ էլ կասեմ, ինչու եմ ես տեղափոխվել կառավարական առանձնատուն, այն ժամանակ։ Եվ այդ կառավարական առանձնատունը պահվում է պետական բյուջեի միջոցներից։ Այսպես է։ Ես իմիջայլոց այն ժամանակ որոշում կայացրեցի, այդ նրբության մասին չեմ ասել, բայց քանի որ ասացի ինձ համար մեր հարաբերությունները հարության հետ հարաբերություններ ես ընկալում եմ էլի ընտանեկան հարաբերությունների տրամաբանության շրջանակներում, այս է պատճառը, որ շատերն ասում են, այդ հարցերին ինչի եք անդրադառնում է, ինչի եք ամեն ինչի անդրադառնում, որովհետև մենք համարում ենք, որ մեր հանրությունը, մեր քաղաքացիները պետք է մեր արած եւ մտածած ամեն ինչի մասին տեղեկացված լինեն։ Չպետք է որևէ մեկի մոտ հարց առաջանա, այնուամենայնիվ այդ բանը որ ասին կարող է ճիշտ է, կարող է տենց է, մենք կարող ենք ինչ որ բաներում բաց թողում էլ անել, սխալներ էլ անել, ոչ մի բան չի խանգարում մեզ, կանգնել, ընդունել, ներողություն խնդրել ընդཐུպ, եթե ինչ որ բան սխալ է արվել։ Հա, հիմա այդպես է։ Ես կառավարական առանձնատուն գնացել եմ մի բանի պատճառով, որովհետև տեղի է ունեցել երկրում հեղափոխություն, եւ այդ կառավարական առանձնատունը երկրում պետական իշխանության ամենակարևոր սիմվոլներից մեկն է, եւ այդ պահին այնտեղ ապրում էր Սերժ Սարգսյանը։ Այդ նույնն էր, թող ես վարչապետ ընտրվեի, ասեի չեմ գնում։ Բաղարյամյան 26-ում չեմ աշխատում, այս վրան էսա հանրապետության հրապարակում խփած, ստեղից շարունակելու եմ վարչապետություն անել։ Չեմ գնում այնտեղ։ Թող Սերժ Սարգսյանը ամեն առավոտ գնա այնտեղ նստի, աշխատի։ Եվ հետո ես ձեզ ասեմ, այնպես չի, որ այդ կառավարական առանձնատունը մեզ առանձնապես հաճույք է պատճառում, եւ ասեմ մենք նույնիսկ ընտանիքով լրջորեն քննարկել ենք։ Մեզ պետք է շարունակ, երբ որ այնտեղ դատարկել ամբողջությամբ, մեզ պետք է շարունակել այդտեղ լինել, թե պետք չի։ Եվ այս առումով բազմաթիվ հարցեր են առաջանում։ Բա պետական բյուջեի միջոցներից այդ գումարները շարունակելու են ծախսել, այդտեղ գալու են ծառայողներ լինել եւ այլն։ Մենք պիտի որոշենք, օրինակ, օտարում ենք այդ առանձնատունը, սեփականաշնորհում ենք, թե շարունակում ենք մնալ թողել պետական։ Եթե շարունակում ենք թողել պետական, բայց այդ պետական պահպանության զինվորները եւ սպասարկող անձնակազմը, որ գալիս է ամեն օր, եթե դա դատարկ է, իրանք ինչի համար են գալիս ընդհանրապես։ Հաջորդ խնդիր, այսօր մենք ուրիշ խնդիր ունենք, այնտեղ շենքերի բոլոր շենքերը եղած դատարկ, որոնք այս պահին բնակեցված չեն, բոլոր շենքերը ունեն նորոգման կարիք։ Հիմա մենք պետք է նորոգման համար միջոցներ տրամադրենք, թե չպետք է միջոցներ տրամադրենք։ Կարող ենք չտրամադրել, բայց այդ նշանակում է, որ այդ գույքը շարունակելու է բան անել, քայքայվել, փլուզվել եւ այլն եւ այլն եւ այլն, եւ հետո X պահի, երբ որ հանկարծ որևէ մեկը որոշի դա նորոգել, կրկնակի երրակի անգամ ավելի գումար է ծախսելու։ Բայց ես բան արի, շեղվեցի ինչ որ թեմայից, հա։ Հարց ուրիշ բան է ասել։ Եվ մի հարց էլ ձեր կնոջ աշխատասենյակի հետ կապված։ Հա, ճոխ ինչի հետ կապված։ Աշխատասենյակի կառավարությունը Ուրեմն հարգելի գործընկերներ, սկսած 1991 թվականից, երբ որ ես Բաղարամյան 26-ում են եղել, գնացել եմ աշխատել, ինձ տարել են ցույց են տվել այդ սենյակը, մեկ, ասել են, սա էլ ձեր տիկնոջ սենյակն է։ Ասել եմ, սա ինձ սենյակը, ասել են 1990, մեկ կարող է 2, կարող է 3։ Սա կարգ է, որովհետև դա որոշակի կարգավիճակ է,
Եվ ես հարց եմ բարձրացնում, այդ կարգավիճակը ընդհանրապես պետք է մեր երկրին, թե պետք չի։ Եթե պետք չի, մենք կարող ենք դա ընդհանրապես վերացնել, ջնջել։ Եվ երբ որ մենք Բաղրամյան 26-ը տվել ենք նախագահականի, նույն տրամաբանությամբ այդ մի սենյակ էլ հատկացվել է նույն պրոպորցիայով, հայելային հատկացվել է այնտեղ։ Եվ ես ուզում եմ եւս մի այսպիսի հարց, օրինակ իմ կնոջ գործունեություն ո՞նց է այդ ամեն ինչը սկսվել։ Էլի նույն 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ որ վարչապետ ես ընտրվեցի, ձեզ հայտնի մարդիկ սկսեցին հիմնադրամներ փակել։ Եվ հարց էր, բա ոնց, բա այս լույս հիմնադրամի երեխեքը ոնց են, բա այս կիսա ամբողջ մեր երկիրը սենց կործանվելու է, այն հիմնադրամ փակվեց, այն հիմնադրամ փակվեց, եւ այդ հիմնադրամի շահառուները դիմում էին ինձ։ Նույն ֆիլարմոնիկը, նույն մշակութային դաշտը դիմում էին ինձ, ասում էին, որ եթե դուք միջոցներ չձեռնարկեք եւ այլն, բան կլինի, կոլապս կլինի։ Միջոց ոնց ձեռնարկենք 2018 թվականի բյուջեն ընդունված է, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ընդունված է եւ պետք էր գտնել այլընտրանքային եղանակներ եւ ես ինքս եմ նախաձեռնել նաեւ շահառուների հետ խորհրդակցելու, որպեսզի այդպիսի process սկսվի։ Եվ հիմա պարզվում է, որ այդ հիմնադրամի նվիրատվություններ են արել մարդիկ, ովքեր փող ունեն։ Պատկերացնում եք ինչ խայտառակություն։ Մարդիկ են նվիրատվություն արել, ովքեր փող ունեն, մինչդեռ պետք է նվիրատվություն անեն մարդիկ, ովքեր փող չունեն։ Եվ այն մեկնաբանությունները, թե դա ինչ որ չգիտեմ, մեկը բան արեց, փոխանցեց իր գործերը, լավ են, մյուսը չփոխանցեց իր գործերը, վատ։ Աննան իր հարցադրությամբ լավ նշեց, որ մեծ աղմուկ բարձրացավ, որ Ինեսա Գաբայանը փոխանցել է հիմնադրամին գումար։ Պարգևավճար է իր Եվ 2 ամիս հետո նա ազատվեց աշխատանքից։ Ուզում եմ ասել, ոչ փոխանցելը, ոչ չփոխանցելը դրա հետ կապ չունի։ Այսինքն այն մեկնաբանությունն էլ ասխալ, որ փոխանցեց, դրա համար աշխատանքից ազատվեց կամ մյուսը չփոխանցեց դրա համար։ Մեկը մյուսի հետ բացարձակապես կապ չունի։ Հաջորդը մենք խնդիր ենք դնում, չէ՞, այսօր մեր ամենամեծ օրակարգային հարցերից մեկը հետևյալն է։ Կանանց ներգրավվածությունը ընդհանրապես հանրային կյանքում։ Դա մեզ համար կարևոր թեմա է, թե կարևոր թեմա չի։ Ինձ համար օրինակ Աննայի գործունեությունը կարևոր է նաև այդ առումով, որովհետև ես համոզված ասում եմ եւ դա ով օբյեկտիվ է կասի, որ հեղափոխությունը 2018 թվականի տեղի ունեցածի մեջ վճռական նշանակություն ուներ երկու գործոն, մեկը առանց այս գործոնի հեղափոխությունը չէր լինի 100%-ով։ Մեկը երեխաների ներգրավվածությունը եւ մյուսը կանանց ներգրավվածությունը, որոնք իրար հետ փոխկապակցված են, որովհետեւ երեխաները իրենց մայրերի հետ, մայրերը իրենց երեխաների հետ գալիս են եւ հեղափոխությանը մասնակցում են։ Եվ տրամաբանական շարունակությունը այն է, որ մենք պետքա քաջալերենք բոլոր ոլորտներում։ Եվ ես դա իմ նախընտրական խոսքում եմ ասել ազգային ժողովում։ Կանանց ներգրավվածությունը, տնտեսական ակտիվությունը, հանրային ակտիվությունը, նաև քաղաքական ակտիվությունը։ Այն թեմաները, որ Աննան կամ ինչ-որ ձևով իր միջոցով, չգիտեմ, ազդեցություն ունի որևէ որոշման վրա, բացարձակ անհետեթություն։ Տենց բան կարա ասի մարդ, ով ինձ ուղղակի չգիտի։ Ինձ ուղղակի չի ճանաչում եւ մեր ընտանիքում հարաբերությունները չի ճանաչում։ Եթե այդպիսի բան լիներ, դա կլիներ խայտառակություն։ Ես դա ընդունում եմ, բայց այդպիսի բան չկա, հետեւաբար խայտառակության մասին բարձրաձայնողները բարձրաձայնում են գոյություն չունեցող բաների մասին։ Մեր ընտանիքի ծախսերի մասին։ Մեր ընտանիքը ապրում է այնպես, ինչպես ապրել է նախկինում, որոշ արարողակարգային նրբություններ բան անելով։ Ոչ թե նրբությունն այլ անհրաժեշտություն։ Այն ինչ որ անհրաժեշտ չի մեր կարգավիճակի բերումով, մենք որևէ այլ բան մեր կեսակերպում բացարձակապես չի փոխվել։ Այո, որոշակի, ասում եմ, մենք հիմա այդ առանձնատանը ապրում ենք։ Դա փաստ է։ Սևանում էլ կա բան։ Ամառանոց, այնտեղ էլ ենք գնում։
Հա, ինչի է ինքնաթիռ, գիտեք, օրինակ կներեք կարող է, օրինակ Ստեփանակերտում, հա, որ ինչի են ինձ հետ գալիս։ Իմ ընտանիքն է։ Եվ ես չեմ պատկերացնում, որ ես երբևէ պետքա գնամ Ղարաբաղ ու այնտեղ ծառայող իմ տղայի մորը ու քույրերին չտանեմ ինձ հետ։ Եվ երկրորդը ես ձեզ մի բան ասեմ։ Ես ընդհանրապես շատ քիչ դեպքեր ա լինում, որ անհրաժեշտություն եմ զգում, հիշում եք, օրինակ մեծ աղմուկ առաջացրեց հեղափոխությունից առաջ մի հատ ստատուս էի գրել, չէ, որ մեծ բան առաջացրեց, բանավանդ մեր գործընկերների շրջանում, որ գրել էի, թե խորհրդակցեցի ընտանիքիս հետ, պատրաստ եմ, չգիտեմ, ազատության հրապարակում, չէ, եւ որոշեցինք, որ հա, չէ, պատրաստ են ինձ գործուղել ազատության հրապարակում գիշերներ անցկացնելու։ Ես օրինակ ասեմ, ես գիտեի, որ շատ կարևոր տեքստ պետք է ասեմ Ստեփանակերտում։ Շատ կարևոր տեքստ։ Եվ ես այդ տեքստի վրա աշխատում էի, եւ դա շատ նուրբ իրավիճակ էր, եւ ես ինձ համար շատ կարևոր է եղել այն խոսակցությունները, որ ես այդ ընթացքում ունեց, մենք սեղանի շուրջ նստած ենք եղել, սեղանի շուրջ նստած ա եղել իմ զինվոր տղա, սեղանի շուրջ նստած ա եղել զինվորի մայրը, սեղանի շուրջ նստած ա եղել զինվորի քույրը։ Ես իրենց հետ ոչ թե իրենց հետ քննարկել եմ, թե ինչը ոնց անում, փորձել եմ իրենց զգացողությունները հասկանալ Ղարաբաղի հարցի, նրա նյուանսների, ընթացիկ իրավիճակների, նրանց զգացողությունների մասին։ Եվ ես ինձ համար շատ կարևոր էր լինել այդտեղ, խոսել այ ընտանիքի հետ, խոսել Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների հետ եւ ֆիզիկապես գտնվել Ղարաբաղում։ Ես աբսուրդ բան ասեմ, կարող է շատ կարևոր բանակցություններից առաջ կներեք, կարող է, չգիտեմ, աբսուրդ հնչի, բայց ուզում եմ լրիվ կիսվել եւ բացվել ձեզ հետ։ Ասենք կարող է տենց մի պահ հասունանա, ես որոշեմ, որ այդ բանակցություններից առաջ ոնց ասեմ, որ կոպիտ չհնչի։ Կարող է որոշեմ, որ այդ բանակցությունների նախորդ գիշերը կներեք, արփին պետք է այդ գիշերը իմ ծոցը քնի, որովհետեւ դա ինձ համար կարևոր է։ Որովհետեւ այս ամեն ինչը ուղղակի օդից ընկած չէ, ամեն ինչը ունի կոնտեքստ։ Ես ինձ համար իմ ընտանիքը շատ կարևոր է եւ Հայաստանում կարծում եմ յուրաքանչյուր մարդու համար իր ընտանիքը շատ կարևոր է։ Այն մարդը, ում համար իր ընտանիքը կարևոր չի, ես դա ճիշտ չեմ հասկանա։ Ես հասկանում եմ նաեւ, որ մեր ընտանիքը, իմ ընտանիքը հանրային հատուկ ուշադրության կենտրոնում է եւ ես հավաստիացնում եմ, որ մեզնից յուրաքանչյուր դա հասկանում է եւ ես հավաստիացնում եմ, որ որևէ կասկած չի կարող լինել, որ մենք այդ մեր այսօրվա կարգավիճակը երբեք չենք չարաշահել, ոչ մի բան։ Ուղղաթիռը, ասում եմ, ուղղաթիռը ընդհանրապես, ես ոչ միտեղ չգնամ, ուղղաթիռ ունի թռիչքային պարտադիր ժամ, եւ իրանք անում են դա։ Այն որ գրում են ամիսը մի անգամ գնում է ուղղաթիռով իր որդուն տեսնելու։ Ես սրանից առաջ վերջին անգամ ուղղաթիռով գնացել եմ, ասինքն հիմա ցանկացած ուղղաթիռ նստելը ըստ էության լուսաբանվում է։ Եթե այդ ուղղաթիռը ես չնստեմ տարիներով, այդ ուղղաթիռը պարտավոր է բարձրանալ, թռնել մի քանի ժամ եւ գալ իջնել, որովհետեւ կա տեխնիկական կանոնակարգ պարտադիր թռիչքային ժամ։ Նույնն է վերաբերվում է ինքնաթիռին։ Եվ այդ ինքնաթիռը ես երբեք իմ կյանքում երբևէ մենք ճոխություններ չենք ունեցել եւ չենք սիրել։ Եվ այո, դա փոխադրամիջոց է, եւ այո, եւ այդ է ասում միտքը, որ ասում են բյուջե։ Այո, մեր ընտանիքը այսօր այն փաստի բերումով, որ մենք բանում ենք ապրում, հրազդան համալիրում ենք ապրում, մենք վարչապետի ինստիտուտը եւ վարչապետի ընտանիքի ինստիտուտը ինքը պետական բյուջեի վրա ծախս է։ Որովհետև դա որոշակի բաներ է։ Ասում են պետական պահպանության մասին են ասում են Տիկնազորով են։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ գրած է, որ վարչապետի ընտանիքի անդամները պետք է ունենան տիկնազոր չէ, պետական պահպանության եւ նրանք իրավունք չունեն հրաժարվել պետական պահպանությունից։ Իրավունք չունեն հրաժարվել։ Եվ սա իր տրամաբանությունը ունի։